Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվանիձոր համայնքում այցելել է էկոպարեգային ծառայության Զանգեզուր կենսոլորտային համալիրի տեղամաս։ Այստեղ հենակետ է, յոգալիկ տեղամասում են, սա հարավային մասն է, Այսինքն մեքենաները գալիս են ստեն հավաքում, այս տեղամասի մեքենաները այո։ Վարչապետին տեղեկացրել են, որ էկոպարեկները մշտապես հերթապահում են։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև գյուղի մանկապարտեզի պայմաններին, տեղեկացել, որ որևէ պահանջ չունեն։ Փոխարենը համայնքում ջրի կարիք ունեն։ Խնդիրը վաղուց կա Շվանիձորում։ Տարվա մեջ 5 ամիս համայնքը մնում է առանց ջրի։ 5 ամիս ջուր չենք ունենում։ Շվանիձորը չի ոնց որ մի քանի գյուղ է։ Ոնց է կանում։ Մեքենաները որտեղից։ Տարբեր տեղերից։ Որ ջուր չկա, խիճեք մի հատ կռանդից բանից դնում է, ափսոս այդ ջուրը։ Դες բացել ենք։ Հիմա խնդիր չկա։ Հա, բայց վատ կլինի։ Կարող վարչապետ մեկը թափում է, էլի, տեղ ռեզերվուար չկա։ Կարող վարչապետ։ Գալիս է, ոռոգման ջուր է։ Անտեղի հոսող ջրի խնդիրը Հայաստանի ամբողջ տարածքում կա, մտահոգությունը հայտնել վարչապետը։ Ես այնօր կառավարության նիստում ասում եմ հետևյալը։ Ասում եմ, որ Երևանում քանի հատ ջրի բաժանորդ կա, ով գիտի։ Ասենք ենթադրենք մի քանի 100,000 ջրի բաժանորդ կա։ Ասում եմ ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան ջուրը առանց նպատակի թողի ջուրը չռա, այդ նշանակում է Հայաստան Շվանիձորի նման 62 բնակավար ջրից զրկվում է։ Սա հիմի ես չգիտեմ քարիզա ինչա, ասում եմ սա վերաբերմունք է Ժողովուրդ ջան։ Հայաստանում հազարավոր սենց պուլպուլակ կա։ Ասում են Ժողովուրդ ջան, ուր գնում ես, ասում են ջրի խնդրեմ կա։ Սա ջրի նկատմամբ քարիզա ինչ ուզում արնի, բայց գալիս եմ կանգնում, ասում եմ ջուր չկա, չր։ Անգամ ստորգետնյա ջրերը խնայողաբար օգտագործել է անհրաժեշտ, քանի որ արտեզյան ավազանի մակարդակը եւս իջել է, շեշտել է Փաշինյանը։ Այնուամենայնիվ խոստացել է լուծել ջրի խնդիրը։ Մարզպետից հետաքրքրվել է, թե արդյոք նախագծային աշխատանքներ կատարվում են։ Քաջարանի ջուրը բերելու նախագիծը կա։ Այդ անում։ Շատ լավ։ Բայց դե այդ անկախ իմ ասել կպավ մարզպետ ճիշտ եմ, չի հասկանում, որ այդ ընթացքի վրա դրած է։ Այն Եվրոմիության մեծ ծրագրի բաղադրիչի մեջ է դրված։ Չէ, կարևոր նախագիծը, որ ունենանք, թեկուզ կտոր կանենք։ Ինչ կարժենա մոտավորապես։ Դեմից թիկորացիոնի կիլոմետր։ Ես հանձնարարում եմ, գալիս են այս ջուրը չափեն լիտր վարկյան։ Բայց միայն սա չէ, սա քարիզներից մեկն է։ 5 հատ էսի քարիզ։ Սա 5 շատ լավ, գալիս եք չափում եք։ Գալիս եք չափում եք, թե Շվանիձոր գյուղում քանի լիտր վարկյան ջուր է տալիս այս քարիզները, բոլորը իրար հետ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ջրի թողունակության, ջրային համակարգի խնդիրների մասին։ Այդ որ ասում եք նասոսը տվեք, նասոսը տալիս ենք, էլեկտրական հոսանքը ծախսում է, ջուրը մղում է, այդ նասոսի հոսանքի փողը ով է տալիս։ Ով է տալիս։ Ով է տալիս։ Պետության կողմից է։ Չէ, այսօր ջրային համակարգի վրա 8 միլիարդ դրամի պարտք կա։ 8 միլիարդ դրամի։ Պարզա հիմի կարակ ասեք, այն մեկը սենց արե, մեկը նենց արե, օքեյ, շատ լավ։ Բայց արդյունաբերական հոսանքի մենակ հոսանքի սակագինը այդ 11 դրամից այդ մի մի խորանարդ մետր ջուր մղելու համար անհրաժեշտ հոսանքի գինը 11 դրամից հաստատ ավելի շատ է։ Ուրեմն պետք է մենք խնայենք մեր բնական ջրի ռեսուրսները, պաշարենք, այդ փողը չծախսենք, ուրիշ տեղ ծախսենք։ Չէ, պետք է ջրի գինը բարձրացվի, որը լինի շուկայական, որ այդ ամեն ծախսը հնարավոր լինի անել։ Սյունիքում վարչապետ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ այցելել է Մեղրիի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Հովհաննես եկեղեցիներ։ Վարդուհի Արզումանյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակ Նորյալ լուրեր։